երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արգիշտի Արծվիի Գաբոյան, ապրիլյան պատերազմի ալմա հերոս։ Ծնվել է 1991 թվականի մայիսի 13-ին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։ Եղել է ժիր երեխա, հաճախել է գյուղի դպրոցը։ 2008 թվականին ավարտելով միջնակարգը ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հրաձգային բաժին, սովորել է փայլուն նիշերով և ավարտել 2012 թվականին։ Նաև թուրքերեն է ուսումնասիրել։ Երևի ենթագիտակցաբար պատրաստվել է ինչ-որ բանի, որ հակառակորդի լեզուն լավ հասկանա։ Ինստիտուտը ավարտել է լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Արցախի մատաղիսում, Թալիշի առաջին գումարտակում, որպես դասակի հրամանատար։ Սեփական խնդրանքով մեկնել է ծառայություն իրականացնելու առաջնագծում։ 2014 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել առաջին գումարտակի 3-րդ հրաձգային վաշտի հրամանատար։ Քաջի ոգին նաժառանգել էր ազատամարտի քորից, Արծվի Գաբոյանից, ով արցախյան ազատամարտի մասնակիցներից էր ու որդուն դեռ մանկուց 6 տարեկանից իր հետ տանում էր Արցախ, Ջեբրայիլ։ Այդ այցերից մեկի ժամանակ մեր հերոսը հանդիպել է սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Վերջինս մոտեցել է փոքրիկին, սիրալիր խոսել հետը, ժպիտով ընդունել նրան։ Այդ օրվանից Արգիշտին մեծ համակրանք է տածել սպարապետի հանդեպ և դեռ այդ տարիքից սիրել զինվոր լինել և երազել զինվոր ու գեներալ դառնալ։ Նա իր ծառայության ժամանակ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացել։ 2014 թվականի ապրիլի 30-ին հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը իր դասակով կանխելու և ցուցաբերած խիզախության համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։ 2016 թվականի ապրիլի 1-ին ավարտվում էր հայր և որդի Գաբոյանների մարտական հերթապահության ժամկետը։ Օմարի լեռնանցքում հոր, իսկ Թալիշում որդու։ Որոշել էին արձակուրդը միասին անցկացնել։ Սակայն ճակատագրի հեգնանք, թե չարկատակ էր այն, ինչ եղավ նրանց ընտանիքի հետ։ Դժվար է ասել։ Հենց այդ օրը, ապրիլի 1-ին, հնչեց տագնապ։ Ժամը 20:00-ի սահմաններում կատարվեց հերթափոխ և Արգիշտիի վաշտը տեղափոխվեց մշտական տեղակայման վայր։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հրետանակոծման ժամանակ գումարտակը իջել է Թաքստոց, ապա տագնապով զինվել և ստանալով համապատասխան հրահանգ սկսել մարտական գործողություններ, որի արդյունքում հատուկ ջոկատայինների և տանկային ստորաբաժանումների օգնությամբ ազատագրել է հակառակորդի կողմից ժամեր առաջ գրավված դիրքերի մի մասը։ Ցավոք հակառակորդին էր մնացել Սիս հրամանատարական դիտակետը և մի քանի այլ դիրքեր։ Հակառակորդի կողմում էին մնացել նաև մեր հերոսի ծառայակից ընկերներից երկուսի՝ Հրաչ Գալստյանի և Գևորգ Վարդանյանի մարմինները, ովքեր զոհվել էին ապրիլի 4-ին, գիշերվա ժամը 1-ից 2-ի սահմաններում։ Այս փաստը սոսկալի կերպով բացասաբար էր ազդել մեր հերոսի հոգեաշխարհի վրա։ Երկու ընկերոջ կորուստ, այն էլ մարմինները հակառակորդի հողում, ամեն գնով պիտի բերել և պատվով հանձնել հողին։ Սա էր Արգիշտի Գաբոյանի միակ նպատակը։ Եվ այս սոսկալի հոգեվիճակում մի ամբողջ օր նա չի խոսել ոչ ոքի հետ, չի կերել, չի քնել, չի արձագանքել ոչ մեկի խոսքերին։ Միայն մտքում մի բան էր. անգամ կյանքի գնով բերել զինակից ընկերների անթաղ մարմինները և արժանավայել հանձնել հողին։ Կյանքի գնով։ Ցավոք այդպես էլ եղավ։ Հաջորդ օրը, ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, նա հրաման է ստացել իր ստորաբաժանումով փակել Թալիշ գյուղի ճակատային մասը, թույլ չտալու հակառակորդին մտնել գյուղ։ Նա մարդկային ուժեղ տեսակ էր, հայրենասեր, երբեք չպարտվող, չկոտրվող, նպատակասլաց ու խիստ։ Նրա հայրը, որ կրկին զինվորական էր և Քելբաջարի զորամասում, այդ օրը վերջինիս տեղափոխել են Մատաղիսի դիրքեր։ Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Արգիշտի Գաբոյանը իր տղաների հետ գործողություն է ձեռնարկել Սիս դիտակետը հետ վերցնելու համար։ Մոտ 15-20 րոպե մարդ վարելուց հետո զինվորներին հրամայել է վերադիրքավորվել և կրակով ապահովել իրեն։ Զինվորները վերադիրքավորվել են, հակառակորդը զգալով, որ մարդ կա, փորձել է առաջ գալ, դիրքավորված հայ զինծառայողները վերևից խփել են ու թշնամին ստիպված հետ է քաշվել։ Հաջորդ 15-20 րոպեն հակառակորդի կողմից կրակոցներ չեն լսվել։ Արգիշտին այդ հանգամանքը օգտագործելով ձեռնամուխ է եղել ընկերների մարմինները մարտի դաշտից դուրս բերելուն, իր հետ վերցնելով 6 հոգու։ Ապա զինվորների առաջարկը, որ հետ գնան, մերժել է և վազելով բարձրացել դիրք, որ սկզբում տարածքը հետազոտի, հետո կանչի զինընկերներին,
օգնելու զոհված ընկերների մարմինները տեղափոխելու հարցում։ Այդ ժամանակ կրկին հրաձգություն է սկսվել։ Նա մարտնչել է քաջաբար։ Շուրջ 40-45 րոպե տևած մարտից հետո հրաձգությունը դադարել է։ Բայց ցավով պիտի նշեմ, որ մենակ մարտնչող Արգիշտի Գաբոյանը չի վերադարձել։ Ու օրեր շարունակ ոչ ոք չգիտեր նա ողջ է, գերի, թե զոհված։ Զինվորները հրաման են ստացել հետ գնալ իրենց դիրքերը, բայց նրանք կարողացել են 2-3 ժամ սպասել իրենց հրամանատարին, սակայն տեսնելով, որ վերջինս չի գալիս, հեռացել են դեպի իրենց դիրքեր։ Ապրիլի 2-ի գիշերը լույս 3-ի առավոտյան, մինչ մարտի գնալը, նա խրամատում հանդիպել է հորը, Արծվի Գաբոյանին, ով եւս իր ստորաբաժանումով տեղափոխվել էր Թալիշ։ Կարճ զրույցից հետո հրաժեշտ է տվել հորը եւ տեղափոխվել այն դիրք, հեռանալիս հետ է դարձել ու ժպտացել հորը։ Վերջին ժպիտը, որ հավերժ պիտի մնար հոր հուշերում։ Գուցե գիտակցաբար, գուցե զգալով, որ իր կյանքի վերջին ժամերն է ու իր ամենավերջին ժպիտը նվիրեց հորը, որ նա կարողանա ապրել ու դիմանալ որդու կորստի ցավին։ Այդ նույն օրվա ամսի 3-ի գիշերը լույս 4-ի առավոտ այն դիրքից վաշտը 3 ուղղություններով մարտական գործողություններ է սկսել Սիս բարձունքը ազատագրելու համար։ Այս ընթացքում հայրը հեռադիտակով տեսել է, որ ինչ-որ զինվորական 6 զինծառայողի հետ մոտեցել է վերոնշյալ դիրքին։ Նա այդ զինվորականից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա է եղել։ Սակայն չի իմացել, որ խիզախաբար մարտնչող այդ զինվորականը, այդ խիզախ հրամանատարը, որով այդպես հիացած է ինքը, սեփական որդին է։ Անցել է 10 րոպե, սկսվել է ուժեղ հրաձգություն։ 20 րոպեից դադարել է այդ հրաձգությունը, բայց որդին թողել է հոր աչքը իր ճամփին։ Փառք մեր անվեհեր խիզախի սխրանքին եւ խոնարհումս նրան։ Ապա սիրով պատվի եմ առնում նրա տոկուն ոգու առաջ։ Պատիվ ունեմ։ Նրա մարմինը թշնամին տարել էր ու երկար ժամանակ պահել էր իր մոտ։ Նրա անհետանալուց հետո մեր զինվորները գիշերով 2 անգամ մտել են մարտադաշտ հայկական կողմի դիակները դուրս բերելու, սակայն ավագ լեյտենանտ Գաբոյանի դին չեն գտել։ Նրա դին գերի է տարվել, ապա հայկական կողմին հանձնվել ապրիլի 20-ին, խոշտանգված։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից մարտական խաչ 2-րդ աստիճանի, Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններով, ապա կրկին Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից արիության համար մեդալով։ Նույն թվականի մայիսի 4-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Մեծ Մանթաշ գյուղի դպրոցում, որտեղ մեր հերոսն է սովորել, նրա անվամբ ռազմագիտության դասասենյակ է բացվել։ Ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կա հավերժ զինվորի անկյուն նվիրված նրան։ Ինստիտուտի տարածքում նաև հուշաքար է կանգնեցված ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների։ Արգիշտի Գաբոյանի անունն է կրում նաև Հայաստանի երիտասարդական դաշնակցական միության Արթիկի խումբը։ Նա անկավ, նահատակվեց, հավերժացավ, բայց մնաց անպարտելի։ Փառք ու պատիվ մեր հերոսին, մեր Արգիշտին, մեր անվեհեր Արծվին, որ քաջ արծվի նման պաշտպանեց հողը հայրենի ու այսօր ճախրում է երկնքում լազոր։ Սրտի մեծ ցավով պիտի ասեմ, որ նույն գյուղից եւ նույն մարտում հավերժացան 3 քաջեր, 3 առյուծներ, 3 արծիվներ։ Մտիր գյուղ եւ հենց գյուղի սկզբում դիմացդ կհառնի 2016-ի ապրիլյան պատերազմին զոհ գնացած 3 անուններով Սև Ժապավեններ՝ Բենյամին Մոնթե Եղոյան, Արման Անդրեասյան եւ Արգիշտի Գաբոյան։ Փառք մեր անվեհեր քաջերի հիշատակին։ Սիրով խոնարհվում եմ նրանց առջև եւ պատվի առնում։ Պատիվ ունեմ։